Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա նախատեսվող այցի ընթացքում այս պահին եռակողմ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափով հանդիպում նախատեսված չէ, սակայն դրա հնարավորությունը չի բացառվում։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արման Եղոյանը։ Այցը շատ կարևոր է։ Եթե չեմ սխալվում, առաջին երկկողմ այցն է անկախացումից ի վեր, հատկապես այս եռացող տարածաշրջանում, կարծում եմ, որ Թուրքիայի հետ պետք է խոսել, հասկանալ միմյանց։ Նա հավելել է, որ եթե Թուրքիան ունենա քաղաքական կամք, կարող է նպաստել Ադրբեջանի կառուցողական դաշտ բերելուն։ Եթե Թուրքիան նման քաղաքական նպատակ ունենա, նման հնարավորություն, որ հաստատ ինքը ունի։ Այլ հարց է, քաղաքական կամք կունենա, թե չէ։ Բուն այցի փաստը իսկ արդեն ասում է, որ նման ենթադրություն մենք կարող ենք անել։ Իսկ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններին։ Ըստ նրա տարածաշրջանում ստեղծված լարվածության, մասնավորապես Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Հայաստանը գնահատել է ռիսկերը եւ մշակում է համապատասխան սցենարներ։ Մենք այդ քայլերը հաշվել ենք, այսինքն ռիսկերը գնահատել ենք, թիվը գիտենք, որոնք կարող են գալ Հայաստան, դուք մի տեսեք, որ միայն Հայաստանից գնալ, այն իմաստը Ադրբեջանով է գնալու, իմաստը Թուրքիայով է գնալու, իմաստը Հայաստանով է գնալու։ Մենք այդ թիվը կանխատեսել ենք, հնարավոր սցենարները քննարկել ենք, հնարավոր կառավարելի վիճակ ստեղծել, բայց այո, նաև ձեր ասածպես կարող է այնպիսի բում ստացվի, որ անկառավարելի։ Բագրատյանի խոսքով ամենածանր սցենարը կլինի, եթե Միացյալ Նահանգները ռմբակոծի Իրանը։ Դրա արդյունքում կունենանք շատ ծանր իրավիճակ։ Պաստված չանի, որ էսկալացիան չտարածվի եւ ավարտեն մեր տարածաշրջանում խաղաղությունը։ Թե Եղոյանը, թե Բագրատյանը հայտնել են, որ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերի ազգայնացման հնարավորությունը, վերջին շրջանում հոսանքի մատակարարման խնդիրներն ու հեծի գործունեության արդյունավետության վերաբերյալ բարձրացված հարցերը նոր թափ են հաղորդել պետականացման մասին քննարկումներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը կարող է ազգայնացվել, եթե քաղաքացիներին հասցված վնասի վերականգնման հստակ մեխանիզմներ չառաջարկվեն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներն էլ նշել որ հեծը չարաշահում է իր մոնոպոլ դիրքը եւ բազմաթիվ բողոքներ կան սպառողներից։ Եղոյանի խոսքով հեծի հետ փոխկապակցված ընկերությունները հաճախ սպառողներին պարտադրում են իրենցից գնել սարքավորումներ, ինչը հակասում է շուկայի ազատականացման տրամաբանությանը։ Բագրատյանն էլ հավելել է, որ այս պահին ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում հեծի պետականացման վերաբերյալ նախագիծ դեռևս չի շրջանառվում, սակայն հնարավոր է այն ներկայում գտնվում է կառավարության քննարկման փուլում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։